Բարի օր բոլորին, կարդում ենք Նապոլեոն Հիլի հեղինակային «Մտածիր և հարստացիր» գիրքը։ Այս գիրքը կարող է քեզ դարձնել միլիոնատեր։ Անպայման կարդացեք դուք նույնպես։ Ես ամեն օր 5-ից 10 րոպե եմ ընդամենը հասցնում կարդալ, դուք միգուցե կարողանաք ավելի արագ կարդալ։ Հասել ենք 39 էջը։ Այս քայլերը կատարելը չի պահանջում ծանր աշխատանք, ոչ էլ զոհողություն, մարդուն չի դարձնում ծիծաղելի կամ դյուրահավատ, դրանք կիրառելու համար մեծ կրթվածություն չի պահանջվում, սակայն այս 6 քայլերի հաջող կիրառման համար պահանջվում է բավարար երևակայություն։ Կարողանալու համար տեսնել կամ ըմբռնել, որ դրամ կուտակելը չի կարելի թողնել պատահականության, հաջողության կամ բախտի քմահաճույքին։ Մարդ պետք է գիտակցի, որ նրանք, ովքեր մեծ կարողություն են կուտակել, նախ որոշ չափով երազողներ են, հույս են ունեցել, երազել են, հույս են ունեցել, ցանկացել, փափագել և ծրագրել են, մինչև որ դրամ են ձեռք բերել։ Այժմ դու նաև պետք է լավ իմանաս, որ երբեք չես կարող մեծ հարստություն կուտակել, եթե չաշխատես ինքդ քեզ վրա։ Դրամ ունենալը կրքոտ փափագով և իրապես չհավատաս։ Դրամ ունենալու կրքոտ փափագով և իրապես չհավատաս, որ կունենաս այն։ Դու պիտի նաև լավ իմանաս, որ քաղաքակրթության արշալույսից մինչև հիմա յուրաքանչյուր մեծ առաջնորդ երազող է եղել։ Քրիստոնեությունն այսօր աշխարհի մեծագույն պոտենցիալ ուժն է, քանի որ նրա հիմնադիրը մեծ երազող էր, ուներ իրականությունն իր մտային և հոգևոր ձևի մեջ զգալու տեսլականը և պատկերացումը, նախքան այն ֆիզիկական ձև կստանար։ Եթե երևակայությանդ մեջ մեծ հարստություն չես տեսնում, այն երբեք չես տեսնի քո բանկային հաշվին։ Ամերիկայի պատմության մեջ երբեք այնքան մեծ հնարավորություն չի եղել գործնական երազողների համար, ինչպես այժմ։ 6 տարվա տնտեսական ճգնաժամը բոլորին, ըստ էության, հասցրել է միևնույն մակարդակին։ Նոր մրցարշավն արդեն սկսվում է։ Խաղաղագումարները մեծ հարստություն են, որոնք կկուտակվեն հետագա 10 տարիներին։ Մրցարշավի կանոնները փոխված են, քանի որ այժմ մենք ապրում ենք փոփոխված աշխարհում, որ որոշակիորեն բարենպաստ է մեծամասնության համար, այն մարդկանց համար, որ շատ քիչ հնարավորություն են ունեցել, նաև առհասարակ չեն ունեցել։ Հաջողության հասնելու ճգնաժամի պայմաններում, երբ վախը կաթվածահար էր արել աճն ու զարգացումը, մենք, որ ընկած ենք հարստության հետևից, պիտի քաջալերվենք, իմանալով, որ այս փոխված աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, պահանջում է նոր գաղափարներ, գործելու նոր ուղիներ, նոր առաջնորդներ, նոր հայտնագործություններ, ուսուցման, մարքեթինգի նոր մեթոդներ, նոր գրքեր, նոր գրականություն, նոր մոտեցում ռադիոյում, նոր գաղափարներ կինոյում, նոր և ավելի լավ բաներ պահանջի ներքո առկա է մի հատկություն, որը պետք է ունենալ հաղթելու համար։ Նպատակի որոշակիությունը, իմացությունը, թե ինչ ես ցանկանում, և այն ձեռք բերելու բուռն փափագը։ Բիզնեսի ճգնաժամը նախանշեց մի դարաշրջանի ավարտ և մյուսի ծնունդը։ Այս փոխված աշխարհը պահանջում է գործնական երազողներ, որոնք կարող են իրականացնել իրենց երազանքները։ Գործնական երազողները միշտ եղել են և կլինեն քաղաքակրթության մոդելավորողները։ Մենք հարստանալ ցանկացողներս պետք է հիշենք, որ աշխարհի իրական առաջնորդները եղել են